ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Ես մասնակցել եմ Քյերի Մուլտիկնիկի և Ապաչի ապրանքանիշի մրցույթին և հաղթող եմ ճանաչվել։ Հիմա գտնվում եմ Քյերի Մուլտիկնիկի արվեստանոցում և ես իմ ալիքի համար կնկարեմ նկար։ Մենք միասին կնկարենք, չէ, Էլեն ջան։ Ողջունում եմ, Էլեն ջան, նստիր։ Էլենի հետևորդներին եմ ասում, Էլենը շատ լավ է նկարել, մեր մրցույթին է մասնակցել, սիրելի փոքրիկներ և մեծեր, Էլենը 9 տարեկան է, ծրարին նայեք, ինչ գեղեցիկ է իր ծրարը պատրաստել, ու Ապաչի ընկերությունը և նկարի համար և իր ստեղծած օրինակ պատմության համար մրցանակի է արժանացրել Էլենին, տեսեք, նույնիսկ իր նամակն է այսպես գեղեցիկ։ Հիմա Էլենի հետ իր յութուբյան էջի համար մի հատ ինչ-որ բան ենք նկարելու, կարող ենք նկարենք հայկական հերոսներ, կարող ենք նկարել, ասենք, կենդանիներ, մուլտիպլիկացիոն։ Գտնված երազ է։ Հիմա գտնված երազը, ես կան նայեմ հիշեմ, ավելի ճիշտ արի ոչ թե մուլտիպլիկացիոն հերոս նկարենք կամ հերոսուի, նկարենք մեր հայկական հայքատներից ինչ-որ մեկին գիտես, ասենք Քարիժնազար, Ձախորդ Փանոս, չգիտեմ, այդ տենց բաներ նկարենք, մեր երեխեքը ծանոթ լինեն մեր հերոսներին, թե չէ, այսօր գիտեմ դուք ուրիշ հերոսներ ենք ավելի երկրպագում։ Ինչ անենք, կարող Քարիժնազարի նկարենք հենց այս պահին, միասին, ամենակարևոր ուզում եմ քեզ Էլեն ջան շատ հեշտ ձևով սովորեցնել, ինչպես մյուս փոքրիկներին, ոնց ենք մենք ստանալու մեր հերոսին։ Մենք սկսել ենք քիթիկից, դու կարող եք արդեն մոտիկից նկարել, այս սենց, տեսեք։ Նա տանձրի կաթիլ ենք անելու, այսի մեր Նազարի քիթն արվել։ Մի քիչ որ վախկոտ է, ունքերը այս սենց ենք անելու։ Այստեղ կլորիկներ, սևիկները, այսի աչքերն է։ Սենց բխեր կունենա մեր Նազարը։ Հիմա պետք է արդեն դեմքը։ Կզակն ասա։ Հիմա մեր Նազարին մորթյային գարան մորթուց որ լինում է, այսպես նա գլխարկ ենք տալու, գարարաձև նախշեր ենք անելու, իբր թե մորթին է, այստեղ, կոպերի տակ մի քիչ սև, մեր Նազարի, մի քիչ վախեցած բերան կարենք անենք, այսենց, ինքերը նկարված է, հիմա ուսերը ավելի վերևից կանենք, որտեղ աղքոտները միշտ ուսերը հավաքած են ունում, այսպես, եթե հագուստը նկարենք, այստեղ գոտին, մեր Նազարի, ինչ-որ թուրում էր, կիսատ պրատ, գոտում էր խրած, դաժ կոտրված, Արխալուղ են ասում սրան, հին ժամանակների հագուստ, և տես իր ձևով եմ, շատ հեշտ ձևով եմ տաբատը նկարելու, որպեսզի դու հետ մեր երեխեքներ իմանա։ Նա պես կլորիկ ենք անելու, մեջտեղից կիսելու ենք, ռուսական տետարինում, հետո ձախ և աջ նկարելու ենք տրեխները, սուր, այսպես, տրեխների թելիկները, այստեղ, մնաց ձերքերը նկարենք, կարող ենք ձերքերը պես կողը կդնել, կարող ենք այս մեկը ծալել դեպի աջ, որպես ես մեր վախկոտ Նազարը, իր հայտնի դրոշը ձերքում բայ, ասենք, սա դրոշի փայլիկն է, կտանենք վերև, Գտնված երազն էլ շատ լավ մուլտֆիլմ է, բայց ինքը հորինված է, ավելի մուլտֆիլմ, քան հեքիաթ։ Սա դրոշը կլինի, հետո դրոշի վրա այնտեղ գրված առնում, չգիտեմ, ինչ անհաղթերոս, Քարիժնազար։ Ինչքան կարողանանք մենք
ձեզ հետ միասին ծանոթանանք մեր հայկական հեքիաթի հերոսներին, ավելի լավ կլինի։ Այստեղ կստորագրեմ քեզ համար, որ ինքնուրույն տանես արդեն սա ներկես, հա։ Քեզ շնորհակալություն, որ դու մասնակցում ես մեր հաղորդումների մրցույթներին, ամպիկ էստեղ եւ վերջ։ Բեղիկը միշի երգարաստասում ոչ։ Ոնց որ ասեն ներկես, այ որ իրոք շատ սիրուն ներկես, նույնիսկ դրոշի վրա մի քանի տառեր գրես, անախ, հերոս, քաշնազը, կարծում եմ այս հերոսը քեզ այսօրվա համար հետագայում մեծ հիշողություն կլինի։ Մերսի։ Սա քեզ սիրուն, գեղեցիկ, ոնց որ դու ես մնացած քո նկարներ ես ներկում, Էլեն ջան, այդ իսկ կներկես, կպարես քեզ։ Այսքանը Տեսա։